Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ հերկինս ես, Սուրբ եղեցի անուն քո, եկեցե արքայություն քո, եկեցին գամ քո որպես հերկինս եւ հերկրի, ըսած մեր հանապազորդ տուր մեզ այսօր, եւ թող մեզ սպարդիս մեր, որպես եւ մեկ թողունք մերոց պարտաբանած, եւ մի տանիրս մեզի փորձություն այլ փրկյաց մեզի չարե, Ձգոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն, իմաստություն հոր Հիսուս, տուր մեզ իմաստություն, բարին խորհել, խոսել եւ գործել քո առաջ ամեն ժամ, եւ չար խորհուրդներից, խոսքերից ու գործերից փրկիր մեզ, եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ բազմամեղիս։ Նստեք սիրելիներ։ Բարի եկեք, թող Տեր օրհնի բոլորիս իր խաղաղության սիրո մեջ պահի։ Այսօր ավարտելու ենք երրորդ գլուխը, 18-ից 21 համարները պիտի սերտենք, աղոթքներ, հիշում եք, Պողոս առաքյալը աղոթում էր, թե որպեսզի մարդիկ Քրիստոսի սերը ճանաչեն, հասկանան, ընկալեն եւ արմատներ գցենք ու հաստատվեն Քրիստոսի սիրով, որ ինքը իրականում անհասկանալի սեր է, թե ինչպես այդ սերը պիտի մարդը կարողանա իր կյանքի մեջ կիրառել, եւ այսօր պիտի խոսենք սիրո խորության, լայնության, երկարության ու բարձրության մասին, եւ Պողոս առաքյալը աղոթքի մեջ խնդրում է, որպեսզի մարդիկ ոչ միայն հասկանան այդ սերը, այլև ճանաչեն այդ սերը եւ այդ սերը վերցնեն ու գործադրեն իրենց կյանքի մեջ, որովհետեւ առանց այդ սիրո գործադրման հնարավոր չէ մեր կյանքի մեջ խաղաղություն կարողանան գտնել։ Ուրեմն Պողոս առաքյալը իր ամբողջ կյանքի ընթացքում այդ Հիսուսին ճանաչելուց հետո այս սերն է։ Հովհան Ոսկեբերյան հայրապետն ասում է, այն ինչ որ ինքը բանտում գրեց, այս սիրո, ինքը այդ սերը բանտում էր ապրում։ Ինքը այդ սերը ամբողջությամբ լցված էր, ինքը կարծես թե այդ սիրո թարգմանը լիներ, թե ինչ սեր է, որ մարդու մտքի համար անհասկանալի է, անտեսանելի է, բայց ասում է, եթե մեկը թույլ տա, որ Քրիստոս գա ու բնակվի իր մեջ, ինքը այդ սերը կզգա, կճանաչի եւ այդ սիրով կշարունակի ապրել։ Այսօրվա փոքրիկ հատվածի մեջ շատ գեղեցիկ բացատրություններ, համեմատություններ կա, տեսնենք 18 համարի մեջ ինչ է ասում։ Այսինքն 17-ը կարդամ, որ հասկանաք ինչ էր, այնպես որ ձեր հավատի միջոցով Քրիստոս բնակվի ձեր սրտերում եւ դուք սիրո մեջ արմատացած ու հաստատված լինեք։ Եվ հիմա 18-ը եւ կարողանաք հասկանալ բոլոր սրբերի հետ, թե ինչ է լայնությունը, երկարությունը, բարձրությունը եւ խորությունը։ Ուրեմն Հիսուսի սիրո մեջ հասունության մասին այստեղ խոսում, որ հասունանաք, հաստատուն դառնաք, հոգեվոր իմաստություն ձեռք բերենք։ Եթե մեկը հոգեվոր իմաստությունը, հասունությունը չունի, ինքը չի կարող ընկալել, որովհետև շատ դյուրին է, շատ թույլ, նուրբ է ինքը, ապակուպես է, կարծես այդ սերը լինում եւ միանգամից կարող է փշրվել։ Դրա համար Պողոս առաքյալը Կորինթացիներին համակիչ ասում է. իմաստությունը քարոզում ենք հոգեպես կատարյալներին, իմաստություն, որ այս աշխարհից չէ եւ ոչ էլ այս աշխարհի կործանման սահմանված իշխանների իմաստությունը։ Այսինքն այս հոգեվոր կատարյալ իմաստությունը այլ բան է, որ մարդը միայն հավատքի միջոցով կարող է։ Դրա համար ասում է հասունանաք, հասնեք այդ վիճակին, որովհետև մեկ բան է լինել այդ դրա մեջ։ Մեկ բան է, որ դու ինքդ քեզանով զարմանում, այդ ճանապարհը շատ դժվար է, շատ դժվար ճանապարհ է հասնել այդտեղ, բայց այդ ամբողջ ուժը, որ դու դնում ես այդ ճանապարհին հասնելու սիրո այդ հասունությանը, դու կարող ես այդ ամենին տեր կանգնել։ Եվ Հիսուսով հասունանալ ինչ է նշանակում, սա նույնը որ ասենք Սուրբ Հոգով է մարդը լցվում։ Այսինքն ամբողջ օրհնությունները Հիսուս Քրիստոսի մարդը վերցնում է իր վրա։ Հիշում եք Կորինթացիներին ասում, քննեք դուք ձեզ տեսեք, նույն հավատքի մեջ եք, եթե Քրիստոս ձեր մեջ չի բնակվում, ուրեմն մենք անպիտան ենք, ոչ մի բանի պետք չենք։ Իսկ եթե Քրիստոս մեր մեջ բնակվում է, մենք այլ մարդ ենք դառնում, այլ ձևով ենք ընկալում եւ հասկանում։ Տեսեք շատ հաճախ, երբ որ մարդիկ գալիս են եկեղեցի, հավատում են, բայց ձանձրանում են, օրինակ, պատարակ ասում են երկար է, չեն կարողանում կանգնել, բառերը չենք հասկանում։ Հայրերից մեկը ժամանակակից շատ գեղեցիկ մի խոսք ունի, ասում է դու ասում ես, որ պատարակը երկար է, ես էլ քեզ պատասխանում եմ, որ քո սերն է կարճ։ Որովհետև դու չունես այդ հասունությունը, որ դու կարողանաս այդ սիրո մեջ դիմանալ։ Այսինքն Քրիստոս, տեսեք, առավոտյան 9-ին տարան, դատաստան արեցին, գանահարեցին, խաչեցին, մինչև ժամը 3-ը, այսինքն Հիսուս այդքան խաչի վրա դիմացավ մեզ համար, արնակամ եղավ, սիրտը պայթեց մեզ համար,
Մենք մարդիկս ասում ենք կներես դժվար է քո ներկայության մեջ կանգնել։ Այո, Տիրոջ ներկայության մեջ շատ դժվար է կանգնել, որովհետև դու քո մեղքերն ես տեսնում։ Քրիստոսին, երբ որ դու նայում ես, խաչին, երբ որ նայում ես, քո մեղավոր էությունն ես տեսնում, թե ինչքան մեղավոր էր, որ Քրիստոս հանձն առավ խաչի ճանապարհով փրկել քեզ։ Այլ ճանապարհ չկա, պիտի զոհվեր Աստծո որդին։ Դա միակ փրկությունն էր, զոհաբերվեր մեզ համար, որպեսզի մարդը կարողանար ազատություն ստանալ։ Նա ով հավատում ու մկրտվում է եւ մուտք է գործում հոգեվոր այս բարձր հասունության մեջ, մաքրելով իր սիրտը մեղքից, Հիսուսին բնակեցնում է։ Ուրեմն սա է հասունությունը, որ Քրիստոս գալիս ու բնակվում է։ Մենք պատարագի մեջ ինչ ենք ասում, ճաշակեցեք եւ տեսեք, թե ինչքան քաղցր է Տերը։ Երբ որ դու քաղցրությունը ճաշակում ես, երբ որ դու թույլ ես տալիս Քրիստոս գա ու բնակվի քո մեջ, դու հասնում ես այդ հասունությանը, որովհետև դու կտրվում ես։ Հիշում եք Պողոս առաքյալի խոսքը, ասում է այլևս ես չէ որ ապրում եմ, այլ Քրիստոս է, որ ապրում ու գործում է իմ մեջ։ Երևի թե մենք էլ հասնենք այն հասունությանը, այն մաքրությանը, մեր սիրտը այնքան մաքրենք մեղքից, որ Հիսուս գար ու բնակվեր մեջ եւ մենք էլ Պողոս առաքյալի պես հայտարարենք, այլևս ես չէ որ ապրում, այլ Քրիստոս է, որ ապրում է իմ մեջ։ Ուրեմն եթե մարդը թույլ տա որ մաքրվի, տեսեք, ասում է ովքեր որ մկրտվում են եւ հավատում են, այսինքն այս հավատքով մկրտության մեջով անցնում են, Քրիստոս գալիս ու մաքրում է այս մարդու սիրտը եւ բնակվում է, որովհետեւ ամենացանկալի վայրը, որտեղ որ Տերն ուզում է բնակվել, դա մարդու սիրտն է։ Եթե Տերը բնակվեց մեր սրտի մեջ, կամաց մեր ամբողջ էությունը կկանանչի, մեր ամբողջ էությունը անուշահոտ է, մեր ամբողջ էությունը հոգևոր մտածողության մեջ կլինի, ամբողջ մեր էությունը կպատկանի Քրիստոսին։ Եվ եթե մենք այդպես Քրիստոսին չենք պատկանում, ուրեմն մենք այդ հոգևոր հասունությունը չենք կարողանում հասնել։ Եվ ինչ է ասում այստեղ շարունակության մեջ, չէ՞, ասում է եւ կարողանաք հասկանալ բոլոր սրբերի հետ, բոլոր սուրբերի հետ։ Ինչ է սա նշանակում։ Հայրերը ասում են, որ Պողոս առաքյալ այստեղ սուրբեր նշանակում խորհրդանշում է բոլոր քրիստոնյա։ Հիշում եք ինքը շատ հաճախ բոլոր քրիստոնյաներին սուրբեր էր կոչում, որովհետև այն ժամանակ ովքեր հավատում էին, արդեն իրենք մաքրված, զատված, սուրբը նաև զատված է նշանակում, որ մյուսներից տարբերվող է նշանակում։ Երկրորդը սուրբը նա, ով էր ձգտում է հասնել այն կատարելության, այն բարձունքին, որ պետք է քրիստոնյան անցներ, այսինքն ուզում է, որ դուք ովքեր որ դարձի եք գալիս քրիստոնյա եք դառնալու, ոչ թե միայն անունը ունենաք, այդ անվան կրողը լինեք իբրև քրիստոնյա, այլ քրիստոնյայի գործերով նմանվեք այդ սրբության, ինչպես որ Հիսուս ասում է, կատարյալ եղեք, ինչպես որ ձեր երկնավոր հայրն է կատարել, այսինքն այդ ձգտումը։ Եվ պատարագի վերջում որ քահանան մարմինը ինչ է ասում, ի սրբություն սրբոց, չէ, այսինքն սրբությունը սուրբերի համար, որովհետև ինչ էր տեղի ունենում պատարագի ժամանակ, երբ որ սարգսավակները երգում են մի ոգ երեխայից, չէ, մի ոգ թերահավատից, այսինքն ովքեր մկրտված չեն, թերահավատ են, ապաշխարության մեջ չեն, հնում այդպես է, դրանք դուրս էին գալիս եկեղեցուց։ Եկեղեցիները հին վանքերը եկեք, տեսեք գավիթով են, չէ, գավիթ կա, դիմաց է կառուցած, ուրեմն այդ մարդիկ դուրս էին գալիս գավիթից էին հետևում պատարագին, նրանք ովքեր պետք է հաղորդությունը վերցնեին, մնում էին բուն եկեղեցու մեջ։ Դրա համար ասում է սրբությունը սուրբերի համար, այսինքն նրանց համար, ովքեր թերահավատ չեն, ապաշխարության մեջ են, մաքրված են, սրբված են եւ իրենց մարմինը պատրաստել են իբրև Սուրբ Հոգու տաճար, որպեսզի Քրիստոսի մարմնի ճաշակմամբ Քրիստոս գա ու բնակվի իրենց մեջ։ Դրա համար ասում է ուզում եմ որ հասկանաք, հասունանաք այդ հոգևոր իմաստությամբ եկեղեցու բոլոր սուրբերի հետ միասին։ Ուրեմն բայց այստեղ առաքյալի նպատակ, այստեղ սուրբերը որ նշանակում է, մյուսն է որ մենք բոլոր քրիստոնյաներս եկեղեցու մեջ մեկ մարմին դառնանք։ Քրիստոս եկեղեցի մարմինն է, մենք էլ այդ մարմնի անդամներն ենք, չէ՞, գլուխը Քրիստոս է եկեղեցու, մենք էլ այդ եկեղեցու մարմնի տարբեր անդամներն ենք։ Այսինքն հիմա եթե իմ մարմնի ձեռքս կոտրված լինի, ես մի ձեռքս դուսնգած լինի, բնականաբար, չէ՞, այս տեղ կազմված կունենամ կամ ինչ որ մի բան պակաս լինի վրայից։ Եվ որպեսզի սա առողջ լինի, դու պիտի միշտ ջանաս առողջ պահել, որովհետև սա տաճարն է։ Ինչի համար չի կարելի տաճարը պղծել, դաջված կանել, կտրվածներ անել, այլ բաներ անել, որովհետև սա Քրիստոսին է պատկանում։ Եվ այդ մենք իբրև մարմինն էլ այդ Քրիստոսի եկեղեցին, թե ամեն մի քարը հանենք եկեղեցու, եկեղեցին ինքը կքանդվի, եթե եկեղեցու ամեն հավատացյալ ինքը առանձին ապրեն իրենց համար, եկեղեցին չի կարող միասնական դառնալ, որովհետև հայրերից մեկը ասում է, եկեղեցին Աստծուն փառաբանելու շուրթերն են։ Այսինքն, երբ որ մարդիկ հավաքվում են միտեղ եւ բոլորով միասին աղոթում են,
դա եկեղեցու շուրթերը բացում է, եկեղեցին փառաբանում է Տիրոջը։ Ուրեմն մենք պետք է այդ եկեղեցու մասնիկը կարողանանք կազմել իբրև իրական քրիստոնյաներ։ Եվ ինչպես պետք է քրիստոնյան հաճելի լինի եւ այդ մասնիկը դառնա։ Պողոս Արաքյալ, երբ որ Տիմոթեոս աշակերտին ուղղված երկրորդ նամակ ընթերցենք, շատ գեղեցիկ մի տող կհանդիպեք, ասում է. ոչ ոք զինվոր դառնալով չի զբաղվի աշխարհիկ կյանքի գործերով, որպեսզի զորավարին հաճելի լինի։ Որևէ զինվոր, եթե ինքը արդեն երդման արարողությունը կատարում է, ինքը դառնում է զինվոր։ Ինքը կարող է աշխարհիկ գործերով հրամանատարի գովասանքի խոսքեր լսել։ Անհնար, որովհետև եթե ասում ես, երդվում եմ, որ պիտի կատարեմ այս հրամանները, այսինքն դու խոստանում ես ամենայն պարտականությամբ, ճշգրտությամբ ծառայել։ Երբ որ քրիստոնյային հարցնում ենք, ինչ ես ուզում, չէ, ինչի պակաս ունես, մկրտություն էլ քրիստոնյայի երդման արարողություն, որտեղ ինքը մկրտության միջոցով զինվորագրվում է Քրիստոսի բանակին, Քրիստոսի բանակի զինվորն է դառնում, եւ Քրիստոսի զինվորը ինչ պիտի անի, չի կարող ասել ես քրիստոնյա եմ, խաչը կրել իր պարանոցին, բայց մեղքերի մեջ թաղված լինել եւ հետո էլ Քրիստոս նրան չի կարող պաշտպանել։ Ուրեմն, երբ որ մեկը զինվորագրվում է այդ բանակին, ինքը պետք է կարողանա իր գործերով ապացուցել, որ ինքը այդ բանակի զինվորն է։ Եթե ոչ, դու կորցնում ես թե քո պատիվը, թե այն կոչումը, որին դու կոչված ես, եւ զրկվում ես։ Եթե զինվորական կյանքի մեջ մարդուն պատժախոց են տանում, այստեղ հոգեվոր կյանքի մեջ մարդը զրկվում է Աստծո օրհնությունից։ Այլ որ մենք կարդանք Ծննդոց գիրքը, երբ որ Աստված մարդուն հանեց դրախտից, ինչ արեց։ Ասում է անիծեց, չէ՞։ Հիմա Աստված մարդուն անիծում է։ Իհարկե ոչ։ Այսինքն մարդը, երբ որ զրկվում է Աստծո օրհնությունից, ինքը արդեն անիծված է։ Ինքը իր օրհնությունից զրկեց մարդուն, որպեսզի մարդը գնահատի իր կյանքը, իր ունեցածը։ Մենք ամեն օր դժգոհում ենք, կապ չունի ինչից։ Մենք դժգոհ ենք օրվա մեջ, տաքությունից դժգոհում ենք, ցրտից դժգոհում ենք, արևը լավն է դժգոհում ենք, ամեն ինչ, սա առօրյան եմ ասում, ել չասեմ, որ մեր նյութական վիճակը, մեր առողջությունը, մյուսը, երբ է մարդը գոհ, երբ որ ինքը օրհնություն ունի իր կյանքի մեջ, որովհետև ինքը գիտի, որ այս ամենը անցողիկ են, քիչ հետո կտեսնենք, որ ասում ամեն բան պիտի անցնի, միայն սերը պիտի մնա։ Եթե սերը չկա, ինչ ուզում ես արա քո կյանքի մեջ, երբեք գոհ չես։ Դրա համար հայրերը, որ թվարկում են սիրո առաքինությունը, օրինակ ասում են իշխանավոր մարդը, որ իշխանության գլուխ է, առանց սիրո դառնում է բռնակալ։ Եթե մարդը իշխանություն ունի որևէ մարդու վրա եւ ինքը սեր չունի այդ մարդու հանդեպ, ինքը բռնակալ է։ Կգոռայել, կամ պատվիել, կնվաստացնել, աշխատավարձնել չի տա, երբ ուզի աշխատանքից կհանի, որովհետեւ սեր չունի։ Իսկ բռնակալ ինչ է, ուզում է որ բոլորը ենթարկվեն իրեն, ինքը ինչպես ուզի այնպես էլ անեն եւ թույլ չի տալիս մարդուն ազատության մեջ ապրել։ Եվ վերջապես այս հոգեվոր հասուն իմաստությունը նաեւ մեր փրկության տապանի կառուցումն է խորհրդանշում Հիսուս Քրիստոսի հիմքի վրա։ Այսինքն մենք ծառ ենք, որի արմատները սիրո մեջ են, կամ երբ որ մենք տունն ենք եւ այդ տան հիմքերը Քրիստոսի սիրո վրա է դրած։ Եթե Քրիստոսի սիրո վրա մեր տան հիմքերը դրված չի, մենք չենք կարող խաղաղության մեջ ապրել։ Եվ տեսեք աղոթքի մեջ, երբ որ կարդում է Պողոս Արաքյալը, ուզում է որ մենք, այսինքն սկզբում եփեսացիներն է սա ուղղված եղել, հետո մենք կարողանանք հասկանալ, թե այս սերը ինչքան լայն է, խորն է, երկար է ու բարձր է։ Ինչ է սա խորհրդանշում, սիրելիներ։ Հովան Ոսկեբերյան հայրապետն ասում է. լայնությամբ եւ երկարությամբ, խորությամբ եւ բարձրությամբ նա ցույց է տալիս Տիրոջ սիրո հզորությունը, հարստությունը, թե ինչքան հարուստ է սերը։ Եվ հիմա հերթով անդրադառնանք, ինչ է նշանակում լայնություն, սիրո լայնություն, ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ Հիսուսի սերը այնքան լայն է, որ այնտեղ բոլոր մարդկանց համար տեղ կա։ Չկա մի մարդ, որ տեղ չունենա այդ սիրո մեջ։ Ինչքան մեծ է սերը, որ թե օրենքից առաջ մարդիկ, թե օրենքի մեջ, օրենքից հետո, Հիսուսի ժամանակ, Հիսուսից հետո եւ մինչեւ աշխարհի վաղճանը բոլոր մարդկանց համար տեղ կա այդ սիրո մեջ։ Մենք այսօր մարդիկս այդպես չենք, չէ՞, մեր սերը սահմանափակ է։ Մենք որոշակի մարդկանց համար ենք մեր սերը պահում, կամ եթե ինքը սեր ցույց տա, մենք էլ սեր կտանք իրեն, եթե ինքը սեր չտա, մենք էլ իր համար սեր չունենք, փակում ենք մենք։ Այնքան է մեր սերը այսօր նաև նյութականացել, որ ավելի շատ այսօր մարդիկ հակված են նյութական արժեքներ սիրելու, քան մարդուն։ Օրինակի համար այսօր մարդը սա գաղտնիք չէ, թաքնված գաղտնիք չէ, մարդը անարժեքն է այսօր աշխարհում։ Արժեք չունի մարդը։
Անարժեք։ Շունը, մյուս կենդանները ավելի կարևոր են այսօր, քան մարդը։ Մարդը փողոցում տառապում է, ոչ ոք վրան չի նայում, մի հատ կենդանի սատկի, ժողովուրդը վանեսում կբարձրացնի, կմեղադրեն, շների համար դրամահավաքներ, այսօր շների համար հատուկ տներ են կառուցում, հատուկ գումարներ են հավաքում շների խնամքի համար, իսկ մարդը արժեք չունի։ Մարդը տառապում է, մահանում է, ոչ ոքին դա պետք չէ։ Նույնիսկ Դեղորայքը, որ պետությունը կոչված էր քաղաքացուն խնամ տանելու, պետությունն էլ է հրաժարվում մարդուց։ Եվ ամենաանարժեքը մարդու կյանքն է, պատերազմները, հալածանքները, բանտարկությունները, դատավարությունները, ամեն ինչ մարդուն արժե զրկելու համար է։ Բայց ով որ մտնում է Քրիստոսի սիրո մեջ, այդ սիրո մեջ ինքը ջերմանում է, ինքը տաքանում է եւ գիտի, որ ինչ որ իր հետ պատահում է, ինչ որ տեղի ունենում, այդ ինքը սիրո այդ ծիրից դուրս չի գալու, ինքը այդ սիրո գրկախառնության մեջ է, այսպես Հիսուսի գրկի մեջ է այդ սերը։ Եվ երբ որ դու թույլ ես տալու, որ Հիսուսը քեզ գրկի, դու ջերմանում ես։ Այդ գրկախառնությունը երբեմն մարդուն պակասում, որ մարդը զգա, թե ինչքան լայն է այդ սերը, սիրելին։ Երկրորդ ասում է սերը, սիրո երկարությունը, երկարություն։ Ինչ է սա նշանակում։ Որ Աստծո սերը այնքան երկար է, որ հավիտենապես չի վերջանում։ Չի կարող վերջանալ։ Մեր սերը կարող է վերջանալ, չէ՞, լինում է, որ մարդիկ սիրում ենք, մի խոսքեր ունենք, շատ մի սիրի ատել կա, շատ մի ատել սիրել կա, այսինքն մենք գալիս է մի սահման, որ վերջ, փակում ենք, թեև սիրում ենք, բայց փակում ենք, այլևս այդ մարդուն թույլ չենք տալիս մեր հետ, մեր սիրո դաշտ մտնել, որովհետև մեզ վիրավորել է, դավաճանել է, մեր թիկունքից հարվածել է, չգիտեմ, կեղծիք ենք տեսել այդ մարդու կյանքի մեջ եւ սահմանափակում ենք։ Բայց Քրիստոսի սերը չի վերջանում, անդադար, մինչև հավիտենական, այսպես ամբողջ հավիտենություն բաց է այդ սերը յուրաքանչյուր մարդու համար։ Ով որ կմտնի, կզգա այդ սիրո։ Բայց այսօր մարդը ինքն է զրկում այդ սիրո ներկայությունից։ Այսօր մարդիկ իրենք զրկում են, որովհետև սերը այսօր աշխարհում այնքան է արժեզրկված, որ մարդը կարող է սերը կապել քարի հետ, ծառի հետ, թփի հետ, կոշիկի հետ, շորի հետ, հեռախոսի հետ, չգիտես ամեն ինչի հետ, բայց ոչ երբեք իր արարչի հետ։ Հովան Ոսկեբերյան հայրապետն ասում է, արարածներ այսօր դուրս են եկել իրենց արարչի դեմ։ Ինքն իրենց ստեղծողի դեմ են դուրս եկել եւ այդ սերը, որ արարիչը տալիս էր իրենք չեն ուզում ընդունել։ Տեսեք, Ենովք առաջին մարդը, որ չմահացավ, Աստված վերցրեց, շատ մի գեղեցիկ պատմություն, մի դպրոցական երեխա գրի առնում, իբրև շարադրություն, ասում է Ենովքը եւ Աստված լավ ընկերներ էին։ Ամեն օր դուրս էին գալիս, միասին զբոսնում էին, քայլում էին, զրուցում էին, ուրախանում էին, եւ ասում եմ, մի օր շատ երկար քայլեցին, հասան Աստծո տուն, Աստված առաջարկեց Ենովքին գիշերել իր տանը։ Ասում եմ, երբ որ գիշերեց Ենովքը, առավոտյան այլևս չուզեց վերադառնալ իր տուն, որովհետև Աստծո տան մեջ եղած սերը տարբերվում էր այն սիրից, որ ինքը ուներ այնտեղ իր տան մեջ։ Եվ այս սա է, որ մարդը ճանաչում է Աստծո սերը, իր համար այլևս էական չի իրեն ով կսիրի, ով կգնահատի, ով ինչ կասի։ Այսօր մարդիկ կան, չէ, համացանցում նկարները դնում են, թե ով ինչքան լայք կդնի, ով ինչ կգրի, ինչ գովասանք կանի, եւ կարծես թե սրանով իրենք բավարարվում են կամ գնահատված են զգում իրենց։ Բայց սա մարդու արժեքը չէ, մարդուն պիտի Աստված սիրի։ Եթե Աստված սիրեց, ինքն էլ այդ սիրո մեջ մտավ, զգաց այդ սերը, մնացած գովասանքները զու են, կարիք էլ չկա, որ որևէ մեկը մեր մասին գովասանքով խոսի։ Մենք գիտենք ով է մեզ իրականում սիրում։ Մեզ բոլորն էլ կարող են դավաճանել, մեզ բոլորն էլ կարող են մոռանալ, որովհետև մենք մարդ ենք, մեր դիմացինն էլ մարդ է, եւ մեր մարդկային տկարության մեջ սայթակումները շատ են։ Երրորդը ասում է շատ խորն է, շատ խորն։ Ինչ է սա նշանակում։ Աստծո սերը այնքան խորն է, որ յուրաքանչյուր ամենաանկած մեղավորին կարող է այնտեղից բարձրացնել։ Ինչպես որ Հիսուս ինքը դժոխք իջավ, դժոխքից հանեց շատերին, չէ՞, որ ինչքան խորն է սերը, որ յուրաքանչյուր մարդ հնարավորություն ունի այդ սիրով բարձրանալու։ Շատ խորն է։ Այսօրվա սերն էլ մարդկանց մակերեսային է։ Շատ մակերեսային, նույնիսկ այն սիրո խոստովանություն, առաջ ինչքան գեղեցիկ էր, չէ՞, մարդիկ իրար նամակներ էին գրում, սիրո խոստովանություններ անում, թղթեր էին գրում, գտնում էին, ուղարկում էին, իրենց սերն են, այսօր չկա։ Չեն ասում մարդիկ այդ, կամ նույնիսկ ասենք համացանցում որ գրում ես, ինչ որ նշաններ են ուղարկում կամ ինչ որ պատկերներ են ուղարկում,
սմայլիկներ են ուղարկում, բայց մի բառ չեն գրի։ Նշանով ցույց կտան, բայց չեն գրի։ Նույնն էլ ընտանեկան կյանքի մեջ է։ Մարդիկ իրար դժվարանում են ասել, որ ես քեզ սիրում եմ, ասում են, չգիտի, որ սիրում եմ, կամ ինչ կարևոր է, ասելն է կարևոր, այո, ասելն էլ է կարևոր, որովհետև երբ որ ամեն անգամ դու ասում ես, ես քեզ սիրում եմ, դա նույնիսկ դու ինձ համար հավերժ ես, հավիտենապես ներկա ես, ինձ համար գնահատելի ես, ցանկալի ես, շատ կարևոր է։ Ուրեմն Քրիստոսի սերը այսքան խորն է, որ ցանկացած մարդ ինքը կարող է այդ սիրուց կառչել ու բարձրանալ։ Ես հիշում եմ, որ գնում էի ծմահ բանտարկյանների մոտ, մի օր մի տղա ասաց, «Տեր այլ ինչ գործ ունես այս կործանված մարդկանց մեջ, ինչի ես քո ժամանակը այսքան վատնում ես մարդկանց միջավայրում»։ Ասացի, քեզ շատ եմ սիրում դրա համար։ Ասաց, ո՞նց կարաս ինձ սիրես։ Ասի, Քրիստոսի սիրով եմ քեզ սիրում։ Եվ սկսեց լացել։ Ընդհանրապես որ իրան ասել ես, ես քեզ սիրում եմ, որ դու կարևոր ես, կապ չունի, որ դու մարդ ես սպանել, հանցանք ես գործել, բանտում ես, Քրիստոս շարունակում է քեզ սիրել։ Ով քեզ կմոռանա, ինքը երբեք չի մոռանալու։ Բանտարկությունը, դատապարտությունը դեռ կործանում չի նշանակում, մոռացություն չի նշանակում։ Սա նաև հակառակը կարող է պատճառ դառնալ նոր կյանքի, որ դու կորցնես քո ազատությունը, գնահատես դու ինչ ունեիր, եւ հիմա դու որտեղ ես, ինչ կորցրեցիր, ընտանեկան ջերմությունը, քո տաքուկ անկյունը, քո զավակների գրկախառնությունը, կնոջդ սերը, եւ հիմա դու վերականգնում ես, այս միջոց ես փնտրում նորից բարձրանալ, այ Քրիստոսի սերը սա է, որ մարդուն հնարավորություն է տալիս բարձրանալու։ Մի օր մի սրբակենցաղ մարդու հրեշտակը աղոթքի պահին հայտնվում է, ասում է, շատ ուրախ ենք քեզ համար, որ դու այսքան առաքինություններով ապրում ես, ասում է, կուզես քո մարդկային բնությունը փոխենք, հրեշտակային դարձնենք։ Ասում է, Տեր, եթե կարելի է, թող մնամ ես իմ մարդկային բնությամբ, բայց այնպես արա, որ ընկնելուց հետո իմ բարձրանալու կամքը չմեռնի իմ մեջ։ Որ այսինքն ամեն անգամ դու ինձ ձեռք մեկնես բարձրացնելու։ Ամեն անգամ, երբ որ ես սայթակեմ, ես գիտեմ, որ ես հնարավորություն ունեմ բարձրանալու։ Այս խորը սերն է, որ այնքան կարևոր է, որ յուրաքանչյուր մեղավոր մարդ, ամենապիղծ մարդու համար հնարավորություն կա այդ սիրով վեր բարձրանալու մեղքի տեղից եւ իբրև ճշմարիտ մարդ քրիստոնյա ապրել այս աշխարհի մեջ։ Եվ չորրորդ ասում է Քրիստոսի սերը շատ բարձր։ Ինչ է սա նշանակում։ Սա էլ նշանակում որ այնքան բարձր է, որ մեղավոր մարդուն կարող է երկինք բարձրացնել։ Ինչպես որ խաչված ավազակը խոստովանություն արեց, որ Տեր հիշիր ինձ, երբ որ գաս քո արքայությամբ, ասաց այսօր ինձ հետ դրախտում կլինես։ Ցանկացած մարդ կարող է բարձրանալ երկինք Հիսուս Քրիստոսով։ Աշխարհը կարող է մեզ դատել, աշխարհը կարող է մեզ փնովել, բամբասել, ոչնչացնել, բայց մարդ պիտի նայի, թե Տերը ինչ ունի իրեն ասելու։ Հայրերից մեկն ասում է, երբ որ ես հանկարծ մի օր դրախտում հայտնվեմ, 3 բանի վրա պիտի զարմանամ։ Նախ ինչպես եղավ, որ ես իբրև մեղավոր մարդ իմ մեղքերով հանդերձ դրախտում հայտնվեցի։ Երկրորդ ասում է, դրախտում չեմ տեսնելու այն մարդկանց, որ վստահ է սրանք դրախտում պիտի լինեն։ Եվ դրախտում տեսնել եմ այն մարդկանց, որ վստահ է սրանք դժոխքում պիտի լինեն, բայց դրախտում են հայտնվել։ Մենք չգիտենք ով պիտի հայտնվի դրախտում կամ ով պիտի բացակայի այնտեղից։ Մենք կարող ենք մարդկանց գործերով, որ շատ հաճախ մարդն ասում են սուրբ մարդ է, լավ մարդ է, ինչով էր սուրբ, ինչով էր լավ։ Եթե մարդը Հիսուս Քրիստոսին չի հավատացել, փրկություն չունի։ Ինչքան էլ ինքը սուրբ է եղել այս կյանքի մեջ, այսինքն բարոյական արժեքները պահել։ Սուրբ մարդը նա է, որ հավատում է Հիսուս Քրիստոսին, Հիսուս Քրիստոսին հավատալով է այդ ամբողջ գործերը կատարում։ Անաստված մարդն էլ կարող է այդ գործերը կատարել։ Քրիստոսին ատողն էլ կարող է բարի առաքինիկով։ Այսօր միասեռականներ կան, որ քրիստոնյաներից շատ բարի գործեր են կատարում։ Շատ բարի գործեր են կատարում, բայց ում համար են անում։ Դա իրենց փրկություն չի բերելու։ Հստակ է։ Դե ինչ որ են անում, կարևոր չի, բայց իրենք փրկություն չունեն։ Հստակ է, որ գողերը, ովքեր մինչև վերջ գողություն են անում, ովքեր մինչև պոռնկություն են անում, ովքեր այդ այլանդակ մեղքերի մեջ են, հստակ է, որ նրանք երկնքի արքայությունում տեղ չեն ունենալու։ Դրա համար այս սերը այսքան խորը, լայն, երկար ու բարձր է։ Իսկ Գրիգոր Նյուսացին սա համեմատում է այս ուղղությունները Քրիստոսի խաչի հետ։ Քրիստոսի խաչն էլ չէ, այսպես որ նայում եք, արևելքից ու արևմուտքից մարդկանց կանչում է դեպի իրեն, խորքից կանչում է եւ վերև է բարձրացնում։ Դրա համար խաչի վրա Հիսուսի ձեռքերը միշտ բաց են, որտեղ միշտ կանչում է մարդկանց եւ ինչպես պիտի մարդը գա, մինչեւ մարդը նաեւ մարդու հետ չհաշտվի, մարդը մարդու աչքերի մեջ չնայի, ինքը չի կարող Աստծո աչքերի մեջ նայել։
Դրա համար Հիսուսը երբ որ զոհ պիտի մատուցես, պատարակ պիտի անես եւ որևէ մեկի հետ ոխ ունես, նախ նրա հետ հաշտվիր, հետո արիր։ Ուրեմն այս խաչի խորհուրդն է սա, որովհետեւ խաչի խորհուրդը հասկանալի չէ, որ ինչպես կարող է մեկը իր զավակին տանել ու զոհաբերել մեղավոր մարդու փրկության համար։ Մենք այսօր այդպիսի բան չենք անի, երբեք։ Չեմ ասում զահակին չենք զորավոր, օրինակ մեկ իր տունը չի տանի ծախի մարդասպանին արդարացնել տալու համար, երբեք չի անի այդպիսի բան։ Այս տեսեք, դրա համար այսքան անհասկանալի այս սերը, որ ինչպես կարող է Աստված սիրել մեղավոր մարդուն, որ իր զավակին զոհաբերի։ Ուրեմն Հիսուսի սերը մարդկային մտքի համար անհասանելի է։ Սա մարդկային մտքով դու չես կարող հասկանալ, թե այս ինչ սեր է։ Այս ինչպես է Աստված այսքան սիրում մարդուն, որ իր զավակին զոհաբեր։ Բայց երբ ասում է Հովան Ոսկեբերյան հայրապետ, երբ որ մարդը թույլ է տալիս, որ նա բնակվի իր սրտի մեջ, նա սրտով զգում է եւ մտքով ճանաչում այդ սերը։ Սրտով զգում է եւ մտքով ճանաչում է։ Եթե Քրիստոսը բնակվում քո մեջ, եթե ոչ, էլի հասկանալի չէ։ Եվ շատ շատերը մարդիկ, ովքեր որ խոր հավատք չունեն, գիտակցություն չունեն, իրենց համար այս սերը ատելի է նաև։ Իրենք սա թուլություն են համարում, ինչպես կարող է մարդը սիրել։ Ես հանդիպել եմ մարդկանց, որ իրենց զավակներին արգելել են բարի գործ անել։ Երբ որ զավակը տուն է եկել, ասել է, որ իմ գրպանի 1000 դրամով դասընկերոջս համար, չգիտեմ, մի փոքրիկ կարկանդակ եմ գնել, պատժել են, որ չանես, չի հասնում։ Մարդիկ կան, որ այսօր սովորեցնում են իրենց զավակներին, որ չսիրեք, կոպիտ եղեք, չոր եղեք, կեղծավորություն արեք, որպեսզի մարդիկ ձեզ սիրեն ու հարգեն, որովհետև այդ սերը իրենց համար թուլություն է։ Եթե դու սիրում ես, ուրեմն բոլորը կարող են քեզ խաբել։ Չեն կարող խաբել, եթե դու իրականում սիրում ես, եթե դու իրականում ապրում ես այդ սերը քո կյանքի մեջ, քեզ ոչ ոք չի կարող խաբել։ Ոչ ոք քեզ չի կարող այսպես արտողի ճանապարհներով մոլորեցնել։ Այս սրտով կզգաս եւ մտքով կճանաչես, թե ով է քո դիմացը, եթե այդ սերը իրականում Քրիստոս է, իրական սերը քո մեջ բնակվում է։ 19-րդ համարի մեջ տեսնենք շարունակությունը եւ կարողանանք հասկանալ, այսինքն ճանաչենք Քրիստոսի սերը, որ գերազանց է քան ամեն գիտություն, որպեսզի լցվեք Աստծո լրիվ ամբողջությամբ։ Ուրեմն տեսեք, եթե այս խորությունը, լայնությունը, բարձրությունը, երկարությունը հասկանանք, մեր ինչ կլինի, մենք կճանաչենք Քրիստոսի սերը, որ գերազանց է ամեն գիտությունից, այսինքն գիտելիքից, ամեն տեսակ ինչ որ մարդիկ գիտելիք ունեն։ Ուրեմն Պողոս Արաքյալը այստեղ նորից աղոթում է եփեսացիներին եւ նաեւ մեզ համար, որպեսզի մենք ոչ միայն հասկանանք Քրիստոսի սերը, այլև ճանաչենք։ Եվ այդ ճանաչողությունը մեր գործնական կյանքն է, սիրելիներ։ Առանց այս գործնական կյանքի հնարավոր չէ, որ մարդը կարողանա ցույց տալ իր քրիստոնեական հավատքը։ Այսօր մարդը այնքան փխրուն է դարձել, որ մի փոքրիկ նեղություն, դժվարություն ինքը իրեն կորցնում է, իր համբերությունն է կորցնում է, չէ՞։ Նույնիսկ այնց առօրյա կյանքի մեջ մենք այնպիսի բաներ չենք հանդուրժում, այնպես ենք միանգամից այնց բորբոքվում ենք, այնց ենք խառնվում իրար, որ ինչու էլի, հետո մտածում ես, լավ, ինչու գոռացի, ինչու բարկացա, լավ, երեխան ինչ-որ մի բան արեց, ինչու համբերությունից դուրս եկա, ինչու համար, որովհետև մենք այդ սերը հասկանում ենք, բայց չենք ճանաչում։ Այդ սերը չկա։ Դուք պատկերացնում եք, որ Քրիստոս իրեն մոտեցող կեղծավոր փորձող մարդկանց այդպես գոռալով կամ ապտակելով պատասխաներ։ Հիշում եք, ասում է փարիսեցիները եկան Հիսուսին փորձելու մտադրությամբ։ Հիսուս գիտեր, որ են փորձում, կամ ասում է Հիսուս հասկացավ իրենց մտածումները, թե իրենք ինչի համար են ասում։ Կամ երբ որ խոսում են, սա ինչպես կարող է մեղքերին թողություն տալ, Հիսուս դառնում ասում է, որն ավելի է մեղքերին թողություն տալ, թե ասել հիվանդին վեր կաց վերցու մահիճդ եւ գնա։ Դուք պատկերացնում եք, որ Հիսուս գոռար այդ մարդկանց, ասել. «Այ կեղծավորներ, այ անիրավներ, ինչու եք եկել ինձի փորձելու»։ Բայց հակառակը, այնքան մեղմ էր պատասխանը, որ նույնիսկ փարիսեցիները խոստովանում են, որ այսպիսի մեկը մինչև այսօր դեռևս չի եկել։ Օրինակ Հովհաննես եւ Հակոբոս եղբայրներ առաքյալներին մենք ինչ են կոչում իրենց, վաղ իրենց տոնն է։ Որոտման որդիներ, չէ՞։ Ինչու որոտման որդիներ։ Եկան Հիսուսին ասեցին, աղոթենք Աստծուն կրակը թափի, կայծակը թափի սրանց վրա ոչնչացնենք։ Այսինքն մեղքերը մարդկանց տեսան, չդիմացան, ասեցին Տեր աղոթենք Աստծուց երկնքից կայծակով հարվածի սրանց։ Ասեց մի արեք այդպիսի բան։ Դրա համար են կոչվում որոտման որդիներ, այսինքն որոտել, ոնց որ կայծակը ամպերը գորգորում են։ Այսպես չի կարելի, որովհետև այդ սերը դու պիտի գործի դնես։ Շատ հաճախ երբեմն կարող են մարդիկ մեզ փորձելու համար ուզենան հունից հանել։
մեզ փորձելու համար կարող են տեսնել մենք, այն ինչ որ խոսում ենք, ասում ենք, տարիներով եկեղեցի են գնում, մենք այդքան ապրում ենք, եթե չէ, մարդիկ չեն ուզի մեր պես լինել։ Հիշում եք, ես մեն վարդապետի պատմությունը պատմեց, որ գնում է Ռուսաստան, Սիբիրի խորքերը, որ այլադավաններն ասում են, երբ որ ասում է գնացքի ճանապարհները գցեցին հասան էս կողմ, մենք շատ ուրախացանք, որ լուսավորություն կգա, ասում, բայց մինչև ձեր քրիստոնյանի գալը մենք ասում ենք, մեր դռները չէինք փակում, գողություն անող չկար, մեր տղամարդիկ հարբեցող չէ, մեր կանանք ման չէին գալիս, բայց երբ որ դուք քրիստոնյաներ եկաք, ամեն ինչ քանդվեց մեր մեջ, ասում եմ, դրա համար երբ որ դուք ապրեք, մենք խոստանում ենք ապրել այդ հավատքով։ Եվ վարդապետը իր հուշերի մեջ ասում է, առաջին անգամ ամանչեցի, որ ես քրիստոնյա եմ։ Այս սա է, որ մարդիկ ուզում են մեզանից տեսնել։ Դրա համար հնում, երբ որ քրիստոնյաներին տեսնում էին, որ ասում են սրբերի հետ, այդ մարդիկ ապրում են այդ կյանքով, ոչինչ չէին թաքցնում։ Իրական, հիշում եք Գործք առաքելոց առաջին գլուխները, որ կարդաք, ասում են ամեն ինչ հասարակած էր, իմ ու քո չկար։ Մեկը ոչ մի բան չէր թաքցնում, բերում էին, դնում են առաքյաներ ոտքի տակ, իրենք էլ հավասար բոլորին եւ նյութապես էին կերակրում, եւ հոգեպես, եւ հոգեվոր դաստիարակությամբ մարդկանց առաջնորդում են դեպի Հիսուս Քրիստոս։ Հիմա տեսեք, ասում է Հիսուսի սերը նաև մեծ է ամեն գիտությունից։ Շատ հաճախ մարդկանց թվում է, թե երբ որ իրենք շատ գիտելիք ունենան, իրանք ավելի լավ մարդ կդառնան, չէ՞, գիտությունը մարդուն հեռացնում է մարդուց։ Դա փաստ է։ Այսօրվա, երբ որ նայում ենք աշխարհը, 1900 տարի ինչպես է աշխարհը զարգացել, վերջին 100 տարին ինչպես, այս վերջին 20 տարին ինչպես է աշխարհը զարգացել, տեսնես, որ գիտությունը չարիք է բերել։ Մարդը մարդու աչքերի մեջ այլևս չի նայում։ Եվ մարդիկ այսօր ավելի շատ ունեն նվաճումներ մարդ կործանելու, զենք արտադրելու մեջ, քան մարդու կյանքը փոխելու, երջանկացնելու։ Ավելի շատ մարդիկ այսօր աշխարհում գումարներ են ծախսում, զենք են արտադրում, այդ գիտություն օգտագործում են չարիք պատրաստելու, մարդկանց չարությունը վատություն անելու, այնպիսի սարսափելի վարակներ ստեղծելու մարդը եւ այդ վարակներով, պատերազմներով ոչնչացնում մարդուն եւ նաեւ Աստծո ամբողջ արարչագործությունը։ Եվ տեսեք ինչ ասում Պողոս Արաքյալը, որ այս 13-րդ գլուխը առաջին Կորինթացների ժամանակ ունենաք տանը կարդացեք, ինքը կոչվում է սիրո օրհներգ։ Տեսեք ինչ է սերը եւ ինչի մասին է խոսում Պողոս Արաքյալը։ Ասում է եւ եթե մարգարեություն անելու շնոր ունենամ եւ հասկանամ բոլոր խորհուրդները եւ ամբողջ գիտությունը, եւ եթե ունենամ ամբողջ հավատը, մինչեւ իսկ լեռները տեղափոխելու, բայց սեր չունենամ, ոչինչ է։ Ոչինչ։ Արժեք չունես։ Ինչքան ուզում ես այդ գիտելիք ունեցի, ինչքան ուզում ես մարգարեություն արա, լեռը շարժող հավատք ունեցի, բայց եթե սեր չունես, ոչինչ է։ Իսկ մյուս համարի մեջ էլ ասում է, սերը երբեք չի անհետանում։ Այն օրը որտեղ կարդացինք այս բառը։ Սերը երբեք չի անհետանում։ Վազգեն Վեհապարի շիրիմի վրա էր գրված, չէ՞։ Թե մարգարեություններն պիտի չքանան, թե լեզուներ պիտի լռեն, թե գիտություն պիտի անցնի, քանզի շատից քիչը գիտենք եւ շատից քիչն ենք մարգարեանում, իսկ երբ գա կատարյալը, շատից քիչը կանհետանա։ Տեսեք, թե գիտությունը, թե լեզուները, թե մյուսը լռելու են, որովհետեւ սերը պիտի հաղթի աշխարհը։ Մենք այս խոսքը միշտ ենք ասում, սերը պիտի հաղթի։ Այո, սերը հաղթում է, սերը երբեք պարտություն չի կրում, սերը երբեք չի անհետանում, որովհետև ինչ էլ որ լինի, մեկ է, սիրով ենք ներում։ Սիրելու, եթե չսիրես, չես ների, չէ՞։ Եթե մեկը մյուսին չի կարող ներել, ուրեմն այդ սերը կեղծիք է եղել։ Պարկես Պետրոսյանը ասում է, երբ որ մեկը իր սիրո նամակները այրում է, արդեն խոստովանում է, որ կեղծ է եղել այդ սերը։ Եթե դու այրում ես այդ նամակները, դա քո խոստովանություններն են, դա քո կյանքն է, քո սիրո արտահայտություն, ինչպես կարող ես այրել դրանք։ Եվ եթե դու սիրել ես, սիրով ամուսնացել ես, երբեն հանդիպում ես, չէ, որ զույգեր բաժանվում են, ատելով իրար, ուր մնաց այդ սերը։ Նշանակում է այդ սերը հաշվարկով է եղել, այնտեղ իրական սեր չի եղել։ Դրա համար սերը չհաղթեց այդտեղ, որովհետև մարդը իրականում չհասկացավ ինչ ասել է սիրել։ Ասում է սերը համբերող է, սերը ներող է, սերը ժուշկալ է, սերը ամեն ինչ է սերը, սերը, այս ամենը սերն է, որ փոխում է մարդու կյանքը եւ Հիսուսի բերած սերն է, որ փոխում է։ Ճանապարհ դարձի այդպիսի մի գիրք կա,
Առիթ ունեմ կտամ կկարդակ, այնտեղ Մարիա Մագդաղենացին օրինակը Մարիա Մագդաղենացուն է, բայց այդպես չի։ Երբ որ այն պոռնի կնոջը քարշ են տալիս Հիսուսի մոտ, ասում են բռնեցինք պոռնկության մեջ, օրենքով պիտի քար կոծենք, Հիսուս ասում է ով անմեղ է, թող առաջինը չէ քարը գցի, եւ բոլորը թողնում հեռանում են։ Եվ այդ գրքի մեջ ասում է, որ նայեցի Հիսուսի աչքերի մեջ, հասկացա, որ միակ մարդն ով ինձ մաքրությամբ սիրեց։ Եվ այդ պայից սկսած ես սիրեցի Քրիստոսին իբրև Աստված եւ իմ կյանքը նվիրեցի իրեն։ Եվ այդ հայացքը մարդը պիտի որսա։ Այդ սիրառատ հայացքը, որ ինչ էլ որ լինի, ինքը մենք երբեմն հայացքով չսաստում ենք, հայացքով ինչ որ բան ենք ասում, հայացքով վիրավորանք անգամ կարող ենք հասցնել, բայց երբ որ դու նայում ես Հիսուսի աչքերի մեջ, միշտ ժպիտ կա, սիրով ժպիտ կա, որ ինքը ցավ է ապրում, բայց ժպտում է, որովհետև ինքը քո փրկությունն է ուզում, ինքը քո կործանումը չի ուզում։ Ամեն մի մարդու փրկությունը շատ կարևոր է։ Դրա համար Աստված ուզում է, որ մարդը դառնա, փոխվի եւ վերադառնա այդ սերը ճաշակի, գնահատի այն, ինչ որ ուներ հավիտենական կյանքի մեջ։ Եվ երբ որ մենք այսպես ենք անում, ասում է, ճանաչենք Քրիստոսի սիրը, որ գերազանց է, քան ամեն գիտություն, որպեսզի լցվենք Աստծո լրիվ ամբողջությամբ։ Ինչ է նշանակում լցվել ամբողջ լրիվ, այդ ամբողջական, ինչ է սա նշանակում։ Նախորդ գլուխները թե հիշեք, սա նշանակում է բոլոր հոգևոր օրհնությունները ունենալ։ Առաջի գլխի մեջ էր, չէ՞ սա։ Երկրորդ գլխում ասում է ժառանգենք նրա փառքի ճոխությունը։ Երրորդը նրա զորությունը, գերազանց մեծությունը եւ նրա անքննելի ճոխությունը։ Այսինքն դու ինչ որ մարդը ուներ դրախտում, այս ամբողջը վերադառնում է քեզ։ Բոլոր շնորհները, բոլոր առաքինությունները, սրբությունները, Աստված ամեն ինչ քեզ է վերադարձնում եւ դու դառնում ես ամբողջական, որովհետեւ Քրիստոսի մեջ ես եւ Քրիստոս էլ քո մեջ է։ Ինչ էր ասում Հիսուս, երբ որ առաքյանեն ուղարկեց քարոզը, ասես գնացեք բոլոր մարդկանց ուսուցանեք, նրանց մկրտեք Հոր Որդու Սուրբ Հոգու անունով եւ ասում է նրանց ասացեք, որ իրենց հետ եմ իրենց ամբողջ կյանքի ընթացքում մինչեւ աշխարհի վախճանը։ Ուրեմն այն պահից, որ մարդը հավատաց ու մկրտվեց Քրիստոսով, Քրիստոս իր հետ է, իր երկրավոր կյանքի ավարտը եւ դրանից հետո մինչեւ իր երկրորդ գալուստը։ Ով կարող է այսքան երկար մեզ հետ մնալ։ Անկամ մեղքը չի կարող մեզ հետ այդքան երկար մնալ, բայց Քրիստոս մեզ հետ է, անդավաճան սիրով կապված է։ Սա ամենամեծ պատգամն ու խոստումն է մարդուն։ Սրանից ավելի մեծ խոստում, որ քեզ հետ եմ քո կյանքի բոլոր օրերում, մինչև աշխարհի վախճանը ես քեզ հետ եմ, մենակ չեմ, դա քեզ արդեն զորություն է տալիս, այդ փառքի ճոխությունն ես զգում, նրա զորության ներկայությունն ես զգում, այդ հոգևոր օրհնություններն ես վայելում, որովհետև գիտես, ինչ է լինի, ով էլ քո կողքը լինի, ով քո կողքը չլինի, ինքը քեզ հետ պիտի լինի։ Եվ միակն է, որ այդպես դու ինչ էլ անես, ինքը գալու է քո հետևից։ Ոնց է, որ երեխան ձեռքը ծնողի թողնում վազում է, ծնողը հետևից գնում է, ուր էլ գնա, հետևից գնում է։ Անպայման Հիսուս այդպես գալիս է մեր հետևից։ Մենք թե մնում է մենք շրջվենք եւ իր ձեռքը բռնենք։ Թույլ տանք, որ ինքը մեզ ջերմացնի իր սիրով։ Եթե ոչ, մենք այս ամբողջ լրիվությունից զրկված կլինենք, սիրելիներ։ 20-րդ համարը ուրեմն նրան, որ կարող է ավելին անել առավել առատությամբ, քան այն ամենը, ինչ մենք խնդրում ենք եւ մտածում, ըստ այն զորության, որ գործում է մեր մեջ։ Հասկացա՞ք ինչ էր ասում։ Նորից կարդամ։ Ուրեմն նրան, որ կարող է ավելին անել առավել առատությամբ, քան այն ամենը, ինչ մենք խնդրում ենք մտածումով։ Այսինքն մենք ինչ խնդրում ենք, ինքը ավելին է տալիս։ Առանց մեր խնդրելու տալիս է ավելին։ Տեսեք ինչ է ասում, այսինքն մինչև քո խնդրելը ինքը քեզ տալիս է առատությամբ, ավելին, ինչ որ դու խնդրում ես, ինքը քեզ տալիս է։ Հովհան Վեսկոբերյան հայրապետն ասում է. ես ասում է աղոթում եմ, բայց նա առանց իմ աղոթքի էլ տալիս է ավելին, քան մեր խնդրանքներն են։ Նույնիսկ առատության, որը ցույց է տալիս հատուկ շնորհը, որ նա տալիս է յուրաքանչյուր մարդու։ Մինչև քո աղոթելը խնդրել, ինքը գիտի դու ինչի կարիք ունես, ինքը քեզ առավելն է տալիս։ Դրա համար Հիսուս ասում է նախ փնտրեք երկնքի արքայությունը, մնացած ամեն ինչ ձեզ ավելիով կտրվի։ Կամ ասում է իմ հորից ինչ որ խնդրեք իմ անունով, կտրվի ձեզ։ Ուրեմն ասում է խնդրենք նրանից, որ ավելին է տալիս։ Ինչպես Աստծո սերը վեր է մեր տկարությունից, մեր հասկացողությունից անսահման է,
այդ անսահմանության մեջ է, որ միայն կարող ես հասկանալ։ Վեր է դա, մենք չենք կարող հասկանալ, որ ինչ որ ուզում ես ավելիով տալիս է։ Բայց ինչպես պիտի գնաս այդ ավելիին։ Նախ իր հետ մտերմությունը պիտի փնտրես։ Այ անցյալ օրը իմ քարոզի տակ ես գրել եմ, որ եկեղեցի պետք չէ գնալ օգնություն խնդրելու համար, մեկը գրել է, որ եկեղեցին պարտավոր է տկաներին օգնել։ Այո, պարտավոր է, բայց երբ որ աղոթում է մարդը, ոչ թե եկեղեցուն հիշում է, Աստծուն հիշում է այն ժամանակ, երբ որ ինքը նյութական պետքեր ունի։ Այո, եկեղեցու առաքելությունը խնամել բոլորին, տկարներին, թույլերին, սովածներին, քաղցածներին, բոլորին, բայց ոչ թե մարդը ոչինչ չանի, չհավատալով վերցնի, ուրանա ու գնա։ Անգամ ծնող այդպես իր զավակի չի, որ զավակը տեսնի ամեն ինչը վատնում է զավակը, ծնողը կզրկի նրան իր ժառանգությունից։ Այդպես չէ, այդպես է։ Ուրեմն այնպես էլ մեր հավատքի կյանքն է։ Աստծուն չի կարելի միայն նյութական պետքերի համար խնդրել։ Հիսուս ասում է, դրանք հեթանոսներն են խնդրում։ Դրանք հեթանոսներն են խնդրում։ Եվ ասում է, ձեր աղոթքի մեջ շատախոս մի եղեք։ Ինչու, որտեղ մարդիկ կարծում են, թե իրենք շատ ասեն, Աստված կտա։ Որովհետև երբ որ դու շատ խոսում ես, նաև դրա մեջ փոխում ես խնդրողից, դառնում ես փաստաբան, այսինքն քո աղոթներով ուզում ես ապացուցել Տիրոջը, որ քո խնդրածը ավելի կարևոր ու ճիշտ է, քան քո տվածը։ Այդպես չէ, երբ որ մեկին ուզում ես համոզել, ամեն ինչ փաստարկներ ես բերում, չէ որ իմ ասածը ճիշտ է, քո ասածը ճիշտ չէ, քո տվածը ճիշտ չէ։ Աղոթնել է երբեմն այդպես դառնում, որ դու ուզում ես Աստծուն համոզել, որ քո խնդրածն ավելի ճիշտ է, քան քո տվածը, որ դու ավելի ճիշտ չգիտես, քան ես գիտեմ, ինձ ինչ է պետք։ Դու այսքանը դուր, ես մնացած ամեն ինչ որ պետք է կանեմ։ Դրա համար ասում է, ավելի առավել առատությամբ, քան այն ամենը, ինչ մենք խնդրում ենք եւ մտածում, ըստ այն զորության, որ գործում է մեր մեջ։ Ուրեմն Հիսուսի զորությունն է գործում մեր մեջ, սիրելիներ։ Եվ այդ զորությունը պիտի թույլ տանք, որ Աստված մեր հոգու փրկություն առաջնորդի, որպեսզի անսահման սերն ու անսահման զորությունը մենք կարողանանք մեր երևակայությունից դուրս հասկանալ։ Մեր երևակայությունը չի կարող ընկալել, թե Աստված ինչքան սեր ունի։ Մենք հա կարող ենք երևակայել, բայց դա այլ բան է, իրականություն այլ բան է։ Երբեմն մարդիկ հավատում են իրենց մտածած Աստծուն, իրենց մտածածին Աստծուն, ոչ թե իրական Սուրբ Գրքի Աստծուն, իրական Աստծուն։ Այլ ինչ որ միտեղ կարդացել, լսել են կամ իրենք երևակայել են, որ Աստված բարի ժպիտով մի պապիկ է նստած, ինչ խնդրում ես պիտի տա քեզ։ Աստված նաև դատավոր է, Աստված նաև պատժող հայր է, Աստված նաև խիստ հայր է։ Դա պիտի մարդը իմանա, որպեսզի հանկարծ երբ որ չստանա, չասի ես քեզանից նեղացել եմ, քեզ չեմ սիրում, որովհետև դու իմ ուզած խաղալիքը չխարար։ Եվ այսօրվա վերջին համարի մեջ ասում է նրան փառք եկեղեցում Հիսուս Քրիստոսով բոլոր ժամանակներում հավիտյանս հավիտենից ամեն։ Նրան փառք շատ գեղեցիկ տող է եկեղեցում Հիսուս Քրիստոսով, սիրելիներ։ Նրան փառք, ինչ է սա։ Սա փառաբանություն է, որ գալիս է մարդու սրտից։ Մենք շատ ենք սիրում ասել փառք Աստծո։ Սա շատ կարևոր է, բայց ոչ թե շուրթերով պիտի լինի, այլ սրտով պիտի լինի։ Շուրթերով վարժված են այսօր մարդիկ ասելու, որովհետև երբ որ մեկին հարցնես ինչպես ես, դե լավ, ոչինչ, ես իմ, կամանց, յոլա, վերջում փառք ասի։ Այս սրանք սա ուրեմն գալիս է շուրթերից, մեր մտքից, սրտիցը միայն փառք Աստծուն է, որովհետև դու ինչի մեջ որ կաս, լավ ես։ Հիմա այստեղ մենք տաքուկ անկյունում նստած ենք, Աստծո խոսք ենք սերտում, ինչքան մարդ այսօր դրսում մրսում է։ Տուն չունի, որ գնա քնի, բարձ չունի, որ իր գլխի տակ դնի, ուտելիք չունի, որ տակ կերակուր չունի, որ ուտի։ Նա ասում է փառք Աստծո, մենք կարող ենք դժգոհել։ Մենք առողջ ենք, ոտքի վրա ենք, քայլում ենք, խոսում ենք, տեսնում ենք, ինչքան մարդիկ կան, որ ոտք ու ձեռք չունեն, աչք չունեն, ականջ չունեն, լսողություն չունեն, կամ պարզապես անկողնու մեջ պարկած են։ Բայց շատ հաճախ ասում են, իրենք մեզանից շատ են ասում փառք Աստծո, որ ողջ են։ Ես բանտում եմ շատ հանդիպել այդպիսի մարդկանց, որ ասել եմ փառք Աստծո, որ մենք բանտում ենք, որովհետև մենք մեր հոգիները այստեղ կարողացել ենք փրկել, որովհետև մինչև բանտ հայտնվելը կործաման եզրին ենք, մեղքի մեջ թաղված էինք, պոռնկության, շնության, գողության, թմրանյութի, բայց երբ որ եկել ենք այստեղ, հնարավորություն է Աստված ստեղծել անդրադառնալու մեր կյանքին, թե ինչպիսի կյանք ենք ունեցել։ Երկրորդ ասում է փառք Աստծուն եկեղեցում։ Ինչու է եկեղեցուն ասում սիրելիներ։ Ուրեմն մարդը պետք է Աստծուն փառաբանի եկեղեցում կամ ամբողջ եկեղեցով, այսպես հասկանանք, որ բոլորը մեկ դառնալով
եկեղեցին դառնում է սկզբում ասացի շուրթերը փառաբանության։ Աղոթքի երկու տեսակ կա, չէ, անհատական եւ ընդհանրական։ Մենք ամեն մեկս տանը մեր աղոթքի ժամ ունենք, աղոթքի պահ ունենք, բայց հավաքվում ենք եկեղեցում բոլորով միասին, դառնում ենք Աստծո ժողովուրդ։ Եվ եկեղեցին նախ եւ առաջ Աստծո ժողովուրդն է։ Դրա համար Հիսուս ասում է, որտեղ որ 2 կամ 3 հոգի հավաքվին անունով, ես այնտեղ եմ։ Նրանց մեջ եմ։ Ուրեմն երբ որ մենք հավաքվում ենք եկեղեցու մեջ, հատկապես պատարագի խորհրդի շուրջ, մենք դառնում ենք ամենազորավորը։ Եվ գիտեք, սատանան աշխարհում ամենաշատ ատում է պատարագի խորհուրդը։ Ատում է, որովհետև ինչքան որ պատարագ կա, նշանակում է քրիստոնյաները զորավոր են այս աշխարհի մեջ։ Սատանան ատում է ծնկի իջնող մարդկանց, ովքեր Աստծո ծնկի են իջնում։ Ատում է աղոթող մարդուն, դրա համար հոգևոր կյանքով իրական ապրող մարդիկ շատ խոչընդոտներ են ունենում։ Բայց Հիսուս միշտ իրենց հետ է եւ հաղթահարում են։ Եվ եկեղեցին էլ Աստծո տեսանելի թագավորությունն է երկրի վրա, որ մենք գտնում ենք այդ թագավորության մեջ, մոռանում ենք մեր տան հոգսերը, դժվարությունները, խնդիրները եւ գալիս են կոնկրետ մեկ բանի համար՝ աղոթելու եւ Տիրոջը փառաբանելու։ Եվ ասում է եկեղեցում Հիսուս Քրիստոսով։ Ինչ որ կա, ինչ որ պետք է լինի, կարող է լինել միայն Հիսուս Քրիստոսով։ Առանց Հիսուս Քրիստոսի ոչինչ չի կարող լինել, սիրելիներ։ Միայն նրա հոգևոր ունեցած, նրա հանդեպ ունեցած այդ հոգևոր հավատքով եւ նրա հետ կենթանի միությամբ է, որ մենք եկեղեցի ենք։ Հռոմեացիների նամակի մեջ Պողոս Արաքյանն ասում է. ամեն ինչ նրանով է, ամեն ինչ նրանից է, ամեն ինչ նրա համար է, նրան փառք հավիտյանս ամենում։ Ամեն ինչ որ կա, ինչ որ պիտի լինի, միայն Հիսուս Քրիստոսով, իր հանդեպ ունեցած հավատքով եւ մեր կենթանի շփումով։ Մարդ կարող է հավատալ Հիսուս Քրիստոսին, բայց կենթանի շփում չունենալ, չլինել։ Մի գեղեցիկ պատմությամբ ավարտեմ եւ ասում է փառք նրան բոլոր ժամանակներում, հավիտյանը, այսինքն բոլոր ժամանակներում փառքը միայն Աստծուն է։ Սովետական շրջանում շատ վատ բան կար, չէ, գրված էր փառք աշխատանքին, փառք աշխատավորին, փառք, սա վտանգավոր երևույթ է։ Վտանգավոր երևույթ։ Փառքը վերագրել ինչ որ մի գործողության, աշխատանքի փառքը ո՞րն է։ Աշխատանքը օրհնությունն է, դա փառք չէ։ Մարդը փառքը ո՞րն է, իր խոնարհությունն է, ոչ թե իր ձեռքբերումներն են։ Եվ այս գեղեցիկ պատմությամբ խորհուրդը բացատրենք ու հացենք։ Պատմած պիտի լինեմ։ Մի օր դրախտի դռների առջև հերթով մարդիկ մոտենում էին եւ հարցնում են, ասում են ով ես։ Առաջին ասում է ով ես, ասում է քահանա եմ, 40 տարի քարոզել եմ Քրիստոս։ Ասում է Հիսուսին ճանաչում ես։ Ասում է ո՞նց չեմ ճանաչում։ Հիսուս իմ Տերն է, իմ Փրկիչն է, իմ Աստվածն է։ Ասում է լավ, անցիր։ Գալիս է մյուս, ասում են ով ես, ասում է Աստվածաբան եմ 30 տարի